Պարոն Գրիգորյան, քարոզարշավի արդեն որերորդ օրն է եւ ինչ արդյունքներ ունեք, հա, շփվում եք քաղաքացիների հետ, ինչ պատկեր ունեք։ Ամսի 15-ից մենք մեր քարոզարշավը սկսել ենք, պատկերը բավականին տպավորիչ է եւ Փարաքար խոշորացված համայնքի բնակիչների մեծ աջակցություն կա եւ այսօր Մուսալեր համայնքում ենք նույնպես, Մուսալերը ճանապարհից այն կողմել ունի գյուղական համայնք եւ այս կողմ այսօր այս հատվածում ենք իրականացնում քարոզարշավ։ Չէ, սա Մուսալերը։ Հա, պատմունքում լինելու ենք ամսի 26-ին։ Փարաքարի նախորդ ընտրություններին դուք բավականին մեծ ձայներ ունեցաք, ինչ եք կարծում, այս անգամ էլ կունենաք այդպիսի պատկեր, թե այնուամենայնիվ ԿՊ-ն արդյունքներ կգրանցի։ Ես մեր արդյունքներից խոսեմ, մեր արդյունքները լինելու են բավականին բարձր։ Նախորդ անգամ էլ բավականին բարձր արձանագրեցիք, բայց հետո տեսանք ինչ տեղի ունեցավ։ Նախորդ անգամից բարձր։ Ինչ եք կարծում, իշխանությունը կպայքարի նախորդ անգամվա նման։ Դե եթե ժողովրդավարություն կա, եթե կա ժողովրդի քվե եւ կա ձայների մեծամասնություն, ես ոնց կարող եմ այդ հարցին պատասխանել, թե իշխանությունը ինչ ձևով կպայքարի, կապենք կտեսնենք էլի այդ ժամանակ արդեն։ Լյուդվիգ Յունազարյանը Փարաքարից է եւ այնտեղ ասում են բավականին մեծ ձայներ է ունենալու։ Ինչ կարծում եք։ Ընտրությունների օրը ամսի 30-ին է եւ ամսի 30-ին պարզ կլինի, թե ով որտեղ ինչքան ձայն կարա հավաքի։ Ձեր նախընտրական ծրագրի մեջ ինչ դրույթներ եւ ինչ առաջարկներ կա քաղաքացիներին, փարաքարցիներին, որ նախորդի մեջ չի եղել։ Ինչու պիտի ձեզ ընտրեն, այսպես ասեմ։ Մեր նախ առաջինը մենք մեր խոսքն ենք պահում, հենց դրա համար պետք է առաջին ինձ թվում է իրենց քվեն տրամադրեն։ Եվ ինչ վերաբերվում է ավելացումներ ունենք, հենց առաջի կետն է մեր մոտ շեշտը դրված, անվճար մանկապարտեզներն է մեր մոտ հիմք ընկել, միջհամայնքային տրանսպորտի ծառայությունը, հա, անվճար նույնպես։ Այսինքն միջհամայնքային տրանսպորտը անվճար է լինելու, եթե դուք դառնաք համայնքապետ։ Այո, իհարկե։ Փարաքարի եւ Փարաքարի համայնքների մեջ։ Այո, Փարաքար խոշորացված համայնք։ Հիմա ինչպես է աշխատում դրան։ Հիմա միջհամայնքային տրանսպորտ չունենք, հա, չկա եւ թե Արևաշատում, թե Մուսալերում լուրջ խնդիր կա տրանսպորտի։ Մենք փորձելու ենք այդ կերպ այդ ամեն ինչը ոնց որ ասած մեղմացնել։ Ժողովրդի պահանջը ի կատարածել։ Օրինակ, երբ հանդիպում եք ընտրողների հետ, իրենք ինչ են ասում ձեզ, ինչ ակնկալիքներ ունեն ձեզնից եւ ինչու ԿՊ չեն ընտրի օրինակ եւ կընտրեն ձեզ։ Երևի թե այս տարիների ընթացքում ովքեր չէին ճանաչում, փորձեցին, ճանաչեցին, ինձ շփվեցին իմ հետ եւ ճանաչեցին, իսկ իրենց ակնկալիքները ես կարող եմ ասեմ շատ բարձր կետի վրա է դրված, մեծ ակնկալիքներ ունեն, այսպես ասեմ, եւ ես այն մարդն եմ լինելու, որ ի կատար եմ ածելու, գիտեք ինչի համար եմ այդպես ասում, որովհետեւ ընտրությունները անցնելու են, գնալու են, մենք ապրելու ենք այս համայնքում, մենք չենք կարող մի բան ասենք ու չանենք, այդ բառը շատ եմ կրկնում, որովհետև դա այդպես է լինելու, օրից մի օր նորից հայտնվելու ենք ինչ-որ մի վայրում, համայնքում, հա, ինչ-որ մի գյուղական համայնքում եւ մեզ ինչ են ասելու են դուք եկաք, ասեցիք ու չարեցիք, չէ, այդպեսի բան չի կարելի։ Դերը ասեք կանենք, իսկական անելու եք։ Մենք միշտ արել ենք, միշտ։ Ու այդ կերպ շարունակելու ենք աշխատել իշա համայնքի, իշա Փարաքար խոշորացված համայնքի բնակչի։